շնորհակալ ենք քեզանից այսօրվա համար։ Մեր արքա խնդրում ենք քեզ, որ այս պահից Տեր իմ Աստված, ել ավելի քո ներկայությունով Տեր ջան, հպվես ամեն մեկից Տեր ջան։ Խոսես ամեն մեկի սրտին Տեր արքա։ Ցույց տաս քո իրական ներկայությունը Տեր, որպեսզի ամեն մեկս զգանք Տեր, տեսնենք Տեր, ճաշակենք, որ դու մեծ ես, փառավոր ես, որ դու թագավոր ես, մեր Տերն ես, Տերերի Տերն ես։ Տեր պատվում ենք քո ներկայությունը հիմա Տեր։ Արա այն ինչ որ կամենում ես Տեր ջան, հանձնվում ենք քեզ ամբողջովին Տեր։ Ամեն խանգարող կապանք Տեր վեր առ։ Ամեն խանգարող հանգամանք Տեր ոչնչացրու Հիսուսի անունով Տեր ջան։ Այն ինչ որ խանգարում է Տեր, որ այսօր Տեր քեզ նորովի ճանաչենք Տեր իմ Աստված վեր առ մեր մեջից Տեր ջան։ Որ ոչ մի բան չխանգարի Տեր, որ այսօր հանդիպում ունենանք քո հետ Տեր, որ տեսնենք այնպես ինչպես որ կաս Տեր։ Հավատում ենք Տեր ջան, հավատում ենք, որ դու այստեղ մեր մեջ ես եւ վստահ ենք, որ դու ունես խոսք ամեն մեկիս համար, որ դու պատրաստել ես Տեր ջան, այն ինչի կարիքը մենք որ ամենաշատն ունենք Տեր։ Մեզ է լսելու ականջ դու Տեր, տեսնելու աչք դու Տեր, որպեսզի լսելով լսենք եւ տեսնելով տեսնենք Տեր, եւ հանկարծ չվրիպենք Տեր այն խոսքը, որ դու մեզ ես ուղղել Տեր արքա։ Թող քո անունը փառավորվի Հիսուսի անունով Հայր։ Հալելույա։ 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 Ամեն փառքը, ամեն պատիվը եւ ամեն մեծարանքը միայն քեզ Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն, ամեն, ամեն։ Փառք Տիրոջը, Տերը օրհնի ձեզ, սիրելիներս։ Խնդրեմ, կարող եք նստել։ Ջորջան, ում որ չեմ հասցրել ողջունեմ, Տերը օրհնի։ Մեկ դուք այդ զգացողությունը ունեք, որ տեսնում ես, որ այն մարդը, որ ամեն կիրակի միշտ կողքդ նստած է, գալիս է մի կիրակի, որ տեղ չի, որ ուրախությունը կատարյալ չի լինում այդ կիրակին։ Հա, ունեք այդ զգացողությունը։ Ամեն սաղս էլ ունենք, չէ՞։ Այն որ Սատանեն ամեն բան անում է, որպեսզի այդ ուրախությունը կատարյալ մեզանից վեր առնի, դա փաստ է սիրելիներս։ Հիմա մեր դիրքը ո՞րն է այս պարագայում։ Մենք համակերպվում ենք, ասում ենք դե լավ, հա նորմալ է, կարա լինի, թե կանգնում ենք Աստծո խոսքով, որովհետև սիրելիներս, եկեղեցու հալալ կեսը եթե հիվանդ է, դա նորմալ չի։ Համաձայն ես իմ հետ։ Հա? Եկեք մի հատ առաջարկ ունեմ։ Եկեք մի հատ առաջարկ ունեմ, եկեք հոգևոր պատվաստենք հիմա, հա? Եկեք մի հատ ոտքի կանգնենք, եկեք Աստծուն աղաղակենք ու Տիրոջ բժշկարար զորությունը ամեն մեկից վրա հռչակենք, մեր եկեղեցու վրա հռչակենք, որ սատանայի ամեն կրակոտ նետը, որ ուղղված է մեր դեմ, քանդված լինի Հիսուսի անունով։ Նա մեզ խոստացել է, սիրելիներս, որ ամեն մեր դեմ շինված զենքը չի հաջողելու։ Եկեք հավատքով վերցնենք այս խոսքը եւ աղոթենք։ Տեր արքա, գալիս ենք քո գայի առաջ Տեր, գալիս ենք մեր քույր եղբայրների համար Տեր արքա, որ տկարացել են Տեր, որ հիվանդության մեջ են Տեր իմ Աստված, խնդրում ենք քեզ Տեր, որ քո ներկայությունով Տեր վեր առնես ամեն հիվանդություն Տեր ջան, որ ինչպես որ քո խոսքը ասել է Տեր, ինչպես որ դու ես ասել Տեր, որ մենք քո վերքերով բժշկված ենք Տեր արքա, մենք վերցնում ենք այս խոսքը եւ դավանում ենք մեր կյանքերի վրա Տեր ջան, մեր եկեղեցու անդամների, մեր եկեղեցու ժողովրդի վրա Տեր արքա, որ սատանեն ոչ մի իրավունք չունի Տեր ջան, որովհետեւ սա քո տաճարն է Տեր, մեր մանվինն էլ քո հոգու տաճարն է Տեր իմ Աստված, եւ պիտի կատարյալ բժշկված լինի։ Հիսուսի անունով ենք դավանում ու հռչակում Տեր ջան, հպվիր Տեր ջան, այն մարդկանց Տեր, ովքեր որ այս բային Տեր, քո կարիքը ունեն Տեր ջան, եւ բժշկարար քո օծությամբ Տեր, այցելիր Տեր, որպեսզի մենք լսենք վկայություններ Տեր, թե ինչպես ես դու միանգամից Տեր, հիվանդություններ վեր առել Տեր ջան, եւ բժշկությունները լինե Տեր, ինչպես որ կարդում ենք Տեր, որ տակության մեջ գտնվող մարդիկ 5 կտականում, նոր կտականում էլ Տեր ջան, քո օծությամբ երբ որ հպվում են Տեր ջան, միանգամից բժշկություն են վերապրում Տեր, այդպես էլ Տեր ջան, մենք հավատում ենք, որ այսօր էլ դու կարաս դու նույնն Տեր, որովհետեւ քո ձեռքը չի կարճացել Տեր, քո զորությունը չի պակասել Տեր իմ Աստված, եւ դրա համար էլ աղոթում ենք եւ հավատում ենք Տեր ջան, Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին, խնդրեմ սիրելիներս, կարող նստել, այս ամեն ծափահարությունները գիտեք ինչի համար նոր արեցինք, որովհետև հավատում ենք, որ Տերը արդեն գործեց։ Նրան էլ ծափահարեցինք, ամեն, փառք Հիսուսին, սիրելիներս։ Գիտեք, մեկ-մեկ գալիս է ժամանակներ, որ
երկու տարբերակ ունենք որոշելու։ Առաջինը, որ համակերպվում ենք, կանցնի, մարդ ենք, մարդու համար է ամեն ինչն էլ, յոլա կգնանք, մինչև որ կանցնի։ Երկրորդ տարբերակն է, որ գիտակցում ենք, չէ։ Կարող է պատահի, որովհետև ապրում ենք այս երկրում, հնարավոր է, որ չարիք գա մեր կյանքում, բայց երներս, այդտեղ բայց կա։ Մեր Տերը մեզ խոստացել է, որ ես հաղթել եմ այս աշխարհին։ Ես հաղթել եմ այս աշխարհին։ Ու այդ հաղթանակն էլ մեզ աշնորհեց, երներս։ Այդ սպառազինությունը, որ մեզ տվել է, հենց այնպես չի տվել։ Այդ սպառազինությունը տվել է, որ մենք կանգնենք այն խոսքի հետևում, որը որ նրանն է։ Եվ այդ խոսքով մենք ապրենք սերներս։ Այս իրավիճակում էլ տես կատարյալ ուրախություն չի, երբ որ դու տեսնում ես, որ ինչքան բացականեր կան, հիմա կարանք համակերպվենք, կանցնի, կամ էլ կանգնենք սերներս։ Ամեն։ Գիտես, անցած կիրակի օրը մեր հովը, երբ որ քարոզեց, մի շատ լավ իրավիճակ, երբ որ Պողոսին ու Շիղային նկարագրեց, թե նրանք բանտում ինչպես նստած կապած ոտքերով, որ հույս չկա, իրենք մի որոշում կայացրեցին։ Ո՞րն էր այդ որոշումը։ Կանցնի, բաց կթողեն, ինչ կարան անեն։ Չէ, ինչ որոշեցին։ Իրավիճակը չի թելադրում, որ լավ լինի, իրավիճակը շատ վատն է, անհուսալի է, բայց յուրաքանչյուր իրավիճակի մեջ մենք կարանք մեր Աստծուն փառաբանենք։ Կարանք մեր Աստծուն մեծարենք։ Ամեն։ Սիրելիս, ոչ մի իրավիճակ չկա մեր կյանքում, ոչ մի իրավիճակ չկա, որովհետև մեր Տերը խոստացել է, որ թույլ չի տա մեր կարողությունից վեր մենք փորձվենք։ Ամեն։ Այսինքն մենք այս վստահությամբ կարանք ապրենք մեր կյանքը, ու ինչ դժվարություն էլ որ գա, մենք կարանք Տիրոջ շնորհքով հաղթահարենք։ Ամեն։ Ու կարանք կանգնենք մեր քուր եղբայրների համար էլ, որ այս պահին միգուցե իրանք չեն կարում, եկեք մենք այդ դերը վերցնենք, որպեսզի մենք էլ օրհնություն դառնանք նրանց կյանքի համար։ Բարեխոսենք, աղոթենք նրանց համար, զանգենք, ո՞նց ես, աղբեր ես, քուր ես։ Այդ պահին գիտես ինչ մեծ բան է, երբ որ մարդը զգում է, որ անտեսված չեն։ Ամեն։ Կարանք լինենք օրհնություն մեկս մյուսի համար, հա, սա է եկեղեցին, չէ, վերջի սիրելիներս։ Փառք Հիսուսին սրա համար։ Հələ քարոզը չեմ սկսե։ Բայց երևի թե սա էլ էր պետք, հա։ Գիտեք Դավիթն էլ փախուստի մեջ լինելով, կյանքին վտանգ սպառնելով ինքն էլ որոշում կայացրեց։ Ինքը իրան ասում է, ինչ ես տրտմել ով իմ անձ։ Դու քո հետ Selbstgespräch ինքդ քո հետ խոսացել ես, հա, կողքից տեսել են, ասել են այս մարդը։ Հա, չէ, դա տպավորությունն է տալի, երբ որ դու այդ մենախոսության մեջ ես, բայց այդ մենախոսությունը, այո, կարա քեզ սենց կամած, այլ ավելի կոտրի, բացասական մտքերով այդ մենախոսությունը կատարվի, որ ամեն ինչ վատ է, ամեն ինչ դեպի վատն է գնում, կամ էլ այդ մենախոսության մեջ դու քո անձին Աստծո խոսքն ես լսածներ տալիս։ Աստծո խոսքով ես կանգնում դրա առաջ։ Ինչ ես ասում։ Ինչ ես տրտմել ով իմ անձ։ Վեր կաց եւ օրհնիր Տիրոջը։ Վեր կաց եւ Աստծուն փառաբանիր։ Կարանք չէ սիրելիներս որոշումը կայացնենք մեր կյանքում։ Ինչքան էլ դժվար լինի, ոչ մեկ չի ասել որ հեշտ է։ Հա? Ոչ մեկ չի ասել որ այս ճանապարհը հեշտ ճանապարհ է։ Բայց Տերը դժվարները հեշտացնում է, եթե մենք իր խոսքով ենք շարժվում։ Ամեն։ Հələ դու քայլը արա քո կողմից, տես Տերը 10 քայլ ոնց է քեզ ընդառաջ գալիս։ Ու այդ ընթացքում, երբ որ դու այդ որոշումը կայացնում ես, ու այդ քայլն էլ անում ես, այդ դժվար այդ առաջի քայլն է։ Հենց այդ արեցիր, հələ տես Տերը ոնց է բարձրացնում, հələ տես ոնց է Տերը զորացնում, հələ տես Տերը ոնց է իր ներկայությունով հայտնվում։ Ովքեր որ վերապրել են էսա, սիրելիներս, կարան սրան sense վստահ ամեն ասեն։ Իսկ ովքեր որ չեն վերապրել, ձեզ քաջալերում եմ, հələ փորձեք։ Հələ փորձեք, հələ տեսեք, Տերը ոնց կարա իր երեխուն մենակ թողի, չի կարա, ասում է կրակի մեջով էլ անցնես, ես քեզ հետ եմ։ Ջրերն էլ քեզ բարարեն քո վրա, ես քեզ հետ եմ։ Տերը մեր հետ է, սիրելիներս։ Տերը մեր հետ է յուրաքանչյուր իրավիճակում։ Կապ չունի ինչքան էլ անհուսալի է քո կյանքում իրավիճակը։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Կփոխեք Ժողովուրդ ջան մի հատ։ Մտածում էի
Ինչպես կարելի է վերնագրել այսօրվա նյութը։ Վերնագրեցի այսպես. զգացում, որը ավերում է քո ապագան։ Հիմա ես համոզված եմ ու վստահ եմ, որ ամեն մեկդ ձեր մտքում արդեն մի պատկեր ունեք։ Միգուցե այդքան էլ պարզ չի, բայց պատկերացնում եք։ Ու գիտեք, այս թեմայի մասին, որ ես ուզում եմ խոսեմ, այնքան կարևոր է, որ Աստվածաշունչը սրա մասին հենց խոսում է 4-րդ գլխում։ Ծննդոց գրքի 4-րդ գլխում։ Ու ասեմ ձեզ, այնքան արդիական է, այնքան առօրյական է այս թեման, որ առաջի մեղքից հետո այն ապստամբությունը Աստծո դեմ, երկրորդ մեղքը, որ գրանցվել է, էս է եղել։ Ու այս զգացողությունը, այս մի հատ բան է, որ մեզ ուտում է ներսից, որ մեզ քայքայում է ներսից, որ մեզ փչացնում է, մեր կյանքը ավերակ է սարքում։ Կուզեմ իրար հետ կարդանք մի քանի տեղեր Աստվածաշնչից։ Ծննդոց 4 գլուխ առաջի 2 խոսքը սկսենք։ Ադամը պարկեց իր կնոջ Եվայի հետ, եւ նա հղիացավ, ծնեց Կայենին եւ ասաց. Մարդ ստացա Տիրոջով։ Նա դարձյալ ծնեց նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը հողագործ։ Առաջին ընտանիքն է ձևավորվում, սիրելիներս։ Առաջին ընտանիքն է ձևավորվում, երբ որ Ադամն ու Եվան որոշում են, որ Ադամը որոշում է ճանաչի Եվային։ Ինչ է կատարում, սիրելիներս, այդտեղ խոսում է նրա մասին, որ երբ որ առաջինը ծնվեց, երեխան ծնվեց, ասում է հույս կար Եվայի մեջ։ Հույս առաջացավ։ Ինչ հույս էր, որովհետև անունը որ դրեց իր որդու, այդ բառը հենց տանում է նրան, որ ինչ որ մի հույս առաջացավ նրա մեջ, որովհետև Աստված 3-րդ գլխում խոստացել էր, որ քո սերմից կծնվի մեկը, որ փրկիչը կլինի։ Այս Եվան էլ մտածեց, ահա, ծնվել է։ Այս ոգևորությամբ, այս sense կրակոտ ձևով, երևի թե իրանք ամուսիններով իրենց որդուն անունը դրեցին, երկրորդ որդին ծնվեց, մեծացան, սկսեցին ամեն մեկը իրանց գործով զբաղվել։ Մեկը հողագործ էր, մյուսն էլ հովիվ էր։ Ամեն ինչ լավ է։ Լավ ընտանիքը ամեն մեկ իր մասնագիտությունը գտել է, երեխեքը գործով զբաղված են, ու հետո շարունակում է Աստծո խոսքը։ Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։ Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից եւ դրանց պարարտներից է։ Տերը նայեց Աբելին եւ նրա ընծային, բայց Կայենին եւ նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ եւ երեսը կախեց։ Տեսեք, երկուսն էլ գործ ունեին։ Երկուսն էլ այդ գործից պտուղ ունեին։ Երկուսն էլ այդ գործի օրհնություններով ապրում էին։ Ու չգիտես խի, չեմ հասկանում, որովհետև Աստվածաշունչը չի նկարագրում դրան։ Երևի թե երբ որ մարդը զգում է այդ շնորհակալության սիրտն է ունենում, որ Փառքես Տեր ջան, ինչ օրհնված մարդ եմ ես, ինքս ինքյան այդ զոհաբերող սիրտը արթնանում է մարդու մեջ, որ կարելի է մի բան հետ տամ։ Եվ ստեղ նկարագրվում է, որ Աբելը մատուցեց իր ոչխարների առաջնեկներից եւ դրանց պարարտներից։ Գիտեք, առաջնեկ ես հասկանում եմ ոչ թե միայն լավագույնը, այլ առաջնեկ նաեւ այսպես եմ ես ընկալում, որ առաջինը, կարևորը, այդ ամենից առաջ այդ եմ կարևորում, որ դա անեմ։ Ու հետո ասում է ամենապարարտներից, ամենալավիցը։ Իսկ Կայենը ինչ արեց։ Կայենը երկրի մրգերից ընծամատուցեց Տիրոջը։ Այնտեղ ոչ խոսում է առաջնեկից, ոչ խոսում է ամենալավից։ Այսինքն, ես մնացել է, ավելա, էսի կարանք տանք Տիրոջը։ Ընծամատուցենք։ Տեսեք սիրելիներս, մեղքը ոչ թե նրանում էր, որ նա որոշեց, որ մրգերից ընծամատուցի, չէ։ Մեղքը նրանում էր, այսինքն ոչ թե ասենք մեղք, չէ, մեղք չի, սրտի դիրք է։
Սրտի դիրքը Աստված քո կյանքում ո՞ր դերն է։ Ինչ դեր ունի քո կյանքում Աստված։ Այն որ երրորդական, որ էս էլ անեմ, էս էլ հասցնեմ, էս երբ որ լինի, նոր դրանից հետո Աստված։ Այնքան է եղել է զրույցներս, երներս, որ մարդիկ գալիս արդարանում են, որ Կիրակի օրերը գիտես չեմ գալի, որովհետև ժամանակ չունեմ։ Սեներս ես հավատում եմ ձեզ։ Ես էլ ժամանակ չունեմ։ Ոչ մեկս էլ ժամանակ չունի։ Այս դարում ամենաթանկ բանը մարդու համար երևի ժամանակն է, ամեն։ Ոչ մեկս էլ այդ ժամանակը չունենք։ Բայց գիտեք որն է տարբերությունը, որ մենք մեր ժամանակը այնպես ենք տնօրինում, որ կարևորը առաջնային ենք դնում։ Այսինքն, եթե դու հասկացել ես, որ էսա իմ համար, իմ կյանքի համար առաջնայինը, ամենակարևոր բանը, որ կա, այդ իմ Տերն է իմ կյանքում, ուրեմն ամեն ինչ դրանից հետո պիտի դնեմ։ Գիտես, երբ որ դա էս քո մեջ բացվում է, դու ստանում ես հայտնություն, որ գիտես, այն ինչ որ էլ ունեմ, ինձանից չի։ Ոչ իմ վազելուցն է, ոչ իմ գիտությունից է, ոչ իմ իմաստությունից է, ոչ էլ չգիտեմ ինչից է, այլ Տիրոջ շնորհն է։ Ինչ էլ որ ունեմ, Տերն է տվել։ Տերն է տվել, ես ուղղակի վերադասու եմ իր տվածի համար։ Ես ուղղակի կառավարում եմ իր տվածը։ Ուրիշ բան չեմ անում։ Էդի նույնն է, սիրելիներս, որ երբ որ մենք ինչ-որ մի հիմնարկում աշխատում ենք, մեզ մի բան է վստահվում, այդ վստահվածը մենք ուղղակի կառավարում ենք, մերը չի։ Նույնն էլ, սիրելիներս, մեր կյանքը, մեր Աստված մեզ տվել է։ Ամեն ռեսուրս մեզ տվել է, բայց ամենը Տիրոջն է։ Մենք ուղղակի կառավարում ենք։ Ու հիմա տեսեք, ես այս օրինակը շատ եմ բերել, ու նորից կբերեմ։ Որն է տարբերությունը լավ կառավարչի եւ վատ կառավարչի։ Որ այն ինչ որ մեզ վստահվել է, երբ որ մենք վերադարձնում ենք, ավելի արժեքավոր է լինում, քան թե առաջիններ։ Դա լավ կառավարիչն է։ Իսկ վատը որն է, այն վստահվածը, որ նախ կարող է չվերադարձնի այդ, կամ էլ եթե վերադարձնի, էլ պակասած։ Ինչ եք մտածում, այդ հիմնարկի տնօրենը մյուս անգամ էլ ավելի մեծ բան կվստահի այդ աշխատողին։ Ոչ։ Ոչ, այո, եղածն էլ կվերցնի կտա նրան, ով որ լավ է տնօրինում։ Որովհետև ասում է, գիտես ինչ, դու լավ բաներ ես անում, դու այնպես ես գործում, որ ավելի էֆեկտիվ է, ավելի էֆիցիենտ է։ Ես քեզ կտամ, որովհետև գիտեմ դրանից բանդուզ կգա։ Մեր Աստվածն էլ սիրելիներս։ Գիտեք, երբ որ նա խոսում է, որ Աբելը մատուցեց իր ոչխարների առաջնեկներից եւ նրանց պարարտներից, ինքը հասկացել էր, որ ինչ էլ որ ունեմ, էս իմ Տերն է տվել ինձ։ Բայց չպատվեմ ես այդ Տիրոջը ամենակարևորով ու առաջինը դա անեմ։ Մինչև ես իմ հարցերը լուծեմ, մինչև ես իմ կարիքները հոգամ, մինչև հələ Տեր ջան առևտուր ունեմ, մինչև այս մուծումներն էլ պիտի անեմ, էս էլ պիտի անեմ։ Կարար, սիրելիներս, բայց էլ չէր լինի առաջնեկը։ Այն նա ասեց, չէ, առաջինը ստացա պտուղը, ես դա կվերադարձնեմ Տիրոջը։ Այն ձևով, որ ախր սրտի դիրքն է։ Այնքան գոհություն ունեմ իմ սրտում, այնքան Աստծուն փառք եմ տալի, այնքան շնորհակալ եմ այն օրհնությունների համար, որ ես հասկացել եմ, որ եթե Տերը չլներ, էս էլ չէր լինի, ուրեմն ես ուզում եմ պատվեմ իրան, այն լավագույնով։ Այն լավագույնով։ Ամեն։ Իսկ Կայենը ինչ արեց, սիրելիներս, երկրի մրգերից ընծամատուցեց ուղակի գրվածը։ Եկեք ենթադրենք հետևյալը, հա։ Մրգերը պտուղը տվեց, ծառները պտուղները տվեց, ինքը հավաքեց, ամբարները տվեց, իր ծրագիրը ամբողջ տարվա կառուցեց, այսքանը մնում է։ Այսքանը մնում է։ Էս էլ լավ, էս էլ կարելի է Տիրոջը ընծամատուցել, հա։ Այսպես կարելի է հասկանալ, սիրելիներս, որովհետև մեր Աստված ախր ուշադրություն է դարձնում սենց մանրունքների վրա։ Մենք մտածում ենք, որ դե լավ, հա, ինչ տարբերություն։ Բայց ախր տեսեք, Աստված չի նայում այն քո ձեռքի տվածին։ Աստված չէր նայում այս ինչ պտուղ է բերե կամ ինչ կենթանի է բերե Աստծուն առաջ, չէ, ինքը ինչ էր նայում։ Այս ինչ ձևով ես բերել։
Ինձ ձևով ես բերել։ Քո սիրտը ուղիղ է, թե աղբերս անում է։ Լավ, ես էլ անեմ, ամոթով չմնամ։ Քույրս, եղբայրս անում է, ինքը անում է, ես էլ պիտի անեմ, բայց ո՞նց եմ անում։ Այսօր ջան, ես ինձ խաբեցի։ Ես իմ քրոջ իմ աղբորը խաբեցի, Աստուն չեմ խաբի։ Ամեն։ Ու մեր Աստված էր, սիրելիներս, դրա համար ասեց, որ այդ Աբելի ընծան ընդունեց։ Իսկ նրանը մտիկ չարեց։ Բայց Կայենին եւ նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ եւ երեսը կախեց։ Ինչ է լավ, սերներս, ինչ եք մտածում, ես ինչ զգացողություն է։ Ես ինչ զգացողություն է։ Կարա Աստծուց նեղանալ լինի, համաձայն եմ։ Բայց ես ուրիշ բան եմ տեսնում սրա մեջ։ Ես տեսնում եմ նախանց։ Ես տեսնում եմ, եկեք բառով էլ ասենք, նախանց։ Որ ոնց կարա Աստված իմ աղբոր ընծան ընդունի, իմը չընդունի։ Ձեներս, ես են զգացողությունն է, որ ոչ մեկս ազատագրված չենք սրանից։ Ամեն։ Ոչ մեկս։ Ու ես համոզված եմ, որ եղել է այդ զգացողությունը, միգուցե կա, եւ համոզված եմ, որ լինելու է։ Այդ նախանձի զգացողությունը, որովհետև մենք մարդիկս ազատագրված չենք դրանից։ Եթե Տերը կամեցել է, որ շեշտը դնի հենց միանգամից արարչագործությունից հետո առաջին բաները մարդիկ որ արել են, այդ նախանձն է ելել։ Էնի Աստծո հետ հարաբերությունը խզեցին, այդ առաջի մեղքներ։ Երկրորդը որն էր։ Նախանձ։ Սպանությունը չէր։ Ինչ է սպանությունը, շատ բաներ է կատարվում։ Շատ բաներ պիտի լինի մարդու կյանքում, որ մի հասնի է դրան, որ արդեն ձեռը բարձրացնի, բայց նախանձն էր, սիրելիներս։ Ու Կայենը շատ բարկացավ եւ երեսը կախեց։ Այդ իր հետ բերում է բարկություն ու ինքստինքյան երեսդ կախում ես։ Շարունակենք։ Տերը Կայենին ասեց. ինչու ես բարկացել եւ ինչու ես երեսդ կախել։ Չէ՞ որ եթե բարին անես, երեսդ կբարձրանա։ Բայց եթե բարին չանես, մեղքը դրանդ մոտ պարկած է։ Եվ նա քեզ է ցանկանում, բայց դու իշխիր նրա վրա։ Տեսեք սերներս, մենք ստեղ մի բան ենք քաղում, որ այդ նախանձի զգացողությունը դա հենց ինքստինքյան են մեղքը չէր։ Դա այն զգացողությունն է, որ տանում է մեղքի։ Այսինքն, այդ որ պահի տակ դու կարաս զգաս այդ նախանձը, դու մեղք չգործեցիր այդ պահին։ Մեղքը այն ժամանակ է, երբ որ դու թույլ ես տալիս, որ այդ զգացողությունը իշխի քո վրա։ Որ կառավարի, ասում է դրանը դարաշ պարկած է այդ մեղքը, այդ նախանձը որ զգացիր, դուրը ծեծում է։ Դուրը ծեծում է ու սպասում է, որ մեծ ներս մտնի, բայց եթե բարին չանես, ասում է մեղքը դրանդ մոտ պարկած է։ Այդ զգացողությունը ունեցա, եթե բարին չանես, մեղքը դրանդ առաջ չոկած է, ուրեմն անխուսափելի է սիրելիս։ Գարանտիա կա։ Եթե նախանձը զգացիր, դրա դեմ չկանգնեցիր, մեղքը իրեն սпасել չի տալու։ Գիտեք, այսպիսի մի հատ պատկեր փորձեք ձեր մտքում կառուցել։ Երևի թե ամեն մեկս էլ զգացել ենք։ Դու տեսնում ես արտաքին ձևով երկու հոգի ապրում են, վաստակում են, Աստծուն պաշտում են, եկեղեցի գալիս են, ծառայում են եւ այլ, բայց մեկի մոտ շատ բարդ է ամեն ինչ, շատ դժվար է, շատ խոչընդոտների մեջով է անցնում, էլի Աստծո շնորհքով հաղթահարում է։ Մյուսի մոտ կարծես մի տեսակ հեշտություն կա,
Էլի նույն դժվարություններն է իր կյանքում, էլի նույն ումֆելդն է, մտնոլորտն է, ամեն ինչը նույնն է, բայց մի տեսակ ինքը դες ծանր չի տանում այդ ամեն ինչը։ Ու դու մտածում ես, դե լավ, հա, տարբերությունը ո՞րն է, երկուսն էլ այդ ընծան մատուցում են, երկուսն էլ այդ Աստծուն ծառայում են։ Բայց մի բան մենք չենք տեսնում, սիրելիները, ստեղ ո՞նց է դա արվում։ Ո՞նց է դա արվում, թեկուս են քիչն ես անում, տես։ Այն պատմությունն է, որ Հիսուսը իր աշակերտներին տալիս է այն ծեր կնոջ միջոցով, երբ որ ինքը այդ երկու լումանա գցում գանձանակը, տեսեք ինչ ասում, ինքը ամենից շատ տվեց։ Ամենից շատ տվեց։ Ժորժ ջան, ինչի համար, որովհետև այդ սրտով տվեց։ Չեղածից տվեց։ Ավելացրածից, այն մնացել է, դե լավ, ինչ անենք, չգիտենք մենք էլ ինչ անենք։ Չէ, առաջնեկից, լավագույնից։ Այդ տիրոջ սիրտը շարժեց։ Մենք էլ սեներս այս օրինակով կարանք վերցնենք մեզ համար, որ գիտես, էական չի արտաքինը ինչ է։ Ասում է Տերը չի դատում տեսածով։ Մենք ենք դատում շատ ժամանակ տեսածով, բայց Տերը դատում է, թե ինչ է սրտում։ Ասում է սրտեր եւ երևիկամուկներ քննող Աստված ունենք։ Ինքը գիտի այդ մտքի խորքը, դրդապատճառները, մոտիվները, ինչի համար ենք մի բան անում։ Եթե դու քեզ քննելով տեսնում ես, որ այո, բաներ կան, որ խանգարում են ինձ, ցեներս եկեք անկեղծ լինելով մենք մեր հետ սկսենք որոշումներ կայացնել, քայլեր ձեռնարկել, որ փոխվի դա։ Որ փոխվի դա։ Ու Կայենը, երբ որ դա զգաց, Տերը իրան հարց տվեց. Ինչ ես բարկացել։ Ինչ եք մտածում, Տերը չգիտեր։ Տերը չգիտեր ինչի է բարկացել։ Կամ Տերը, որ հարցրեց Ադամին, ուր ես։ Չգիտեր տեղը։ Չէ, սիրելիներս, մեր Տերը շատ ժամանակ մեզ հնարավորություն է տալիս, որ արի ելա։ Արի անկեղծացի, էլի։ Արի խոստովանի։ Արի ասա, ինչն է խնդիրը։ Ու եթե դու քո հետ անկեղծ ես, ուրեմն Տիրոջ հետ էլ անկեղծ եղիր։ Սիրելիներս, Աստված ստեղ Կայենին կանչելով, ինչի ես բարկացել, ինչու ես երեսդ կախել։ Ասում է, Կայեն ջան, արի խոսանք իրար հետ։ Շատ բարդ իրավիճակի մեջ ես հայտնվել, շատ վտանգավոր դիրքում ես։ Արի զրուցենք։ Արի խոսանք։ Չէ որ եթե բարին անես, երեսդ կբարձրանա։ Չէ որ եթե մենք բարին գործենք, սիրելիներս, երեսներս չենք կախի։ Ինչի համար պիտի կախենք, եթե բարին ենք գործել։ Չէ, այլ եթե մի բան կա, որ մեր սրտում մեզ խանգարում է, այդ ժամանակը, որ մենք մեկուսանում ենք, որ մենք հերվանում ենք, որ մենք մերոնցով մնանք, հա, էսի առաջանում է ինքստինքյան դրանից հետո։ Բայց եթե բարին չանես, այստեղ է Տեր ասում, բարին անելը ո՞րն է։ Դրան հակառակ շարժվի, դրան հակառակ գործողություն արա։ Եթե դա չանես, մեղքը դրան հետ մոտ պարկած է եւ նա քեզ ցանկանում է։ Բայց դու իշխիր նրա վրա ամենակարևոր խոսք ես կոնտեքստում։ Բայց դու իշխիր նրա վրա, տես ասում է դու ազատագրված չես դրանից։ Գալու է դա։ Գալու են վատ մտքեր, չար մտքեր, վատ ցանկություններ, նախանձը, գալու է։ Բոլորիս կյանքում էր գալիս է, բայց ասում է դու իշխիր դրա վրա։ Դու կանգնիր դրա դեմ, գիտակցաբար այդ միտքդ բռնի, հնազանդեցրու խոսքին Աստծու, բեր Հիսուսի ոտքերի առաջ դիր։ Տեր ջան, ես ինձ բռնացրեցի էլի։ Օգնի ես հասկանում եմ, որ ես իմ համար լավ չի։ Ու շարունակում է 8-րդ խոսքը։ Կայենը խոսեց իր եղբոր Աբելի հետ, եւ երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր Աբելի վրա եւ սպանեց նրան։ Հիմա տեսեք, Աստված հարց է տալիս, հնարավորություն է տալիս, զգուշացնում է Կայենն էլ ասում է. Ինչ ես հասկանում։ Դու գիտես իմ կյանքը ինչ դժվար է։ Դու հասկանում ես ինչա կատարվում կյանքը։ Չէ՞։ Սենց բաներ կարանք վերենք։
ու մեկը գալիս է մեզ ինչ-որ մի բանով, չգիտեմ, Աստծոց հայտնություն միգուցե ստացած լինի, մեզ ասում է, գիտես ինչ, այս ինչ բանի մեջ զգում եմ, կամ ինչ-որ խոսքով, թեկուզ հենց քարոզի կամ ինչ-որ աստվածաշնչային խոսքով դու կարդում ես, դու քեզ բռնացնում ես։ Սելիս Աստված ուրեմն քեզ բան ասում։ Մի անտեսի, ականջներդ մի փակիր։ Լսի Տիրոջ ձայնին, որովհետև Տերը քո բարին է կամենում։ Ինչ եք մտածում։ Տերը մեզանից նախանձը վերառնելով ուզում է մեր վատը։ Չէ։ Այլ մեր Աստված միայն ու միայն մեր բարին է կամենում, սիրելիներս։ Նրա կամքը մեր նկատմամբ բարի է, հաճելի է եւ կատարյալ է։ Եթե մենք սա չենք զգում մեր կյանքում, որ դե լավ սրա բարին որն է, սրա հաճելին որն է, բայց սրա կատարյալը որն է։ Եթե դու դա չես զգում քո կյանքում, ուրեմն քո միտքը դեռ չես նորոգել։ Ամեն։ Ասում եմ մտքի նորոգությամբ մեր միտքը նորոգենք, որպեսզի հասկանանք Աստծո կամքը, որը բարի է, հաճելին եւ կատարյալ է։ Մինչեւ դա չանենք, չենք էլ հասկանա։ Մի խոսքով չընդունեց Աստծուն, Աստծո խոսքը, ճիշտը չարեց ու այդ զգացողությունը, այդ արմատը մեղքի տարավ նրան, որ նա իրականում այդ մեղքը գործեց սպանելով եղբորը։ 9-րդ խոսքը։ Տերն ասեց Կայենին. Ուր է քո եղբայրը։ Ինչ եք մտածում։ Տերը չգիտեր, ուր է։ Ինչ եք մտածում, Տերը չգիտեր, որ Աբելը արդեն մահացել է։ Ինչ եք մտածում, սիներս, բախի Աստված հարցնում։ Կայեն, ուր է աղբերդ։ Նորից մեր Տեր ախալ տեսեք ինչ ողորմած է, ժողովուրդ ջան։ Հələ մեղքը չէր գործե, զգուշացրեց Տերը։ Մեղքը գործելուց հետո էլ ասում է. Կայեն, արի ապաշխարի, խոստովանի մեղքդ, ասա, որ չար բան ես արել, ես գիտեմ մեկա ինչ ես արել, նա պատասխանեց, չգիտեմ, միթե ես եղբորս պահապանն եմ, հենց կծող պատասխան, հենց ցինիկ պատասխան է, կարող է գիտես իրա դայակնեմ, տեսեք սիեներս, մի բան է մյուս բանին ինչի ինա տանում, սենց շղթայ է, որ մեկը մեկից հետո ուրա հասնում, են կարգի, որ արդեն այս տոնով ինքը խոսում է Աստծո հետ, այս ցինիզմով ինքը խոսում է արդեն Աստծո հետ, որովհետև չլսեց մեկ, չլսեց երկու, հասավ այս կետին, որ արդեն ամեն բարոյականությունը իր մեջ արդեն մարեց, այդ զգացողությունը մեղքի նկատմամբ, ինչ են ասում, այդ զգոնությունը մեղքի նկատմամբ կորցրեց, մենք էլ սիեներս մեր կյանքում մեկ չլսեցինք, երկու չլսեցինք, երեք չլսեցինք, հավատացած եղեք, չորրորդը հաստատ չենք լսելու, մեղքի նկատմամբ մենք դառնում ենք անզգամ, մեղքը մեր կյանքի վրա իշխելու է, մենք լինելու ենք նրա գերին, ու դրանով էլ մենք գնանք վատտեղ, Տերն ասաց, 10-ից 12-ը սիեներս, Տերն ասաց, ինչ ես արել, քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ, գիտեք սիեներս, վատ հատկությունը, այդ նախանձի այդ վտանգավոր բանը այն է, որ մենակ քեզ չի վնասում է, Եթե այդ չներումը, որը էլ իրենից մեղքա ներկայացնում, մենակ քեզ է քայքայում, այն մարդուն, որ չեզ ները իրան հեչ, կարող է իր կյանքը շատ բան ապրի, բայց այս նախանձը, գիտես մենակ քո կյանքը չի քայքայում, քայքայում է այն մարդկանց կյանքն էլ, որ նախանձում ես, որովհետև ինքստինքյան դու արդեն քայլերի կդիմես, դու էլ չես գիտակցի շատ անգամ, որ այդ չարակամությամբ կզբաղվես մարդկանց նկատմամբ, Գործի տեղը հենց, պատկերացրեք, նույն գործն եք անում, ձեր հետի աշխատողին բարձրացնում են,
բայց ձեզ ոչ մի բան ուշադրություններ չեն դարձնում։ 1, 2, 3 զգում ես, որ մեկ ուրիշի հետ այդ անձի մասին խոսալով արդեն զգում ես, որ դու էլ արդեն լավ բաներ չես ասում իր մասին։ Սկզբից հեգնանքով, անտեսելով, հետո արդեն կոնկրետ մեղքեր ես գտնում, բամփասում ես եւ այլ, որովհետեւ մտածում ես, որ ինքը մի բանի հասել է, որ ես էի արժանի։ Ես պիտի լինեի իր տեղը։ Ժողովուրդ ջան, սրանք լուրջ բաներ են, որ մեր կյանքը քայում են։ Այս համեմատությունը լավ բան չի։ Տերն ասաց. «Ինչ ես արել։ Քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։ Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։ Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ։ Երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։ Հետևանքը տեսեք, ժողովուրդ։ Հետևանքը տեսեք նախանձի ուրատանում։ Ձեռքիդ գործը էլ չի օրհնվում։ Վազում ենք, չենք հասցնում, անում ենք, չի ստացվում, էսել ենք փորձում, էլի չի գործում, չի հերիքում, չի լինում, ցախողված է լինում, ինչի համար, որովհետև մեղքին տեղ ենք տվել, մեղքը մեր կյանքում պտուղ է բերել, ու այդ պտուղն էլ մենք կերել ենք։ Սա էլ հետևանքն է, սիրելիներս, սա էլ հետևանքն է, ասում եմ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա, ինչքան էլ ուզում է տանջվես, ինչքան էլ ուզում է աշխատես, ինչքան էլ ուզում է անես, մեկը օրհնված չի լինի։ Գիտակցում ենք, ժողովուրդ, որ լուրջ բան է, շատ լուրջ բան է։ Գիտեք, էսի են փոքր սերմերից է, որ մեր կյանք կարա ընկնի, որ ուշադրություն չդարձնենք, բայց տեսեք ինչ մեծ պտուղ է բերում։ Տեսեք ինչի է տանում մեր կյանքը։ Եկեք ուշադիր լինենք, արմատախիլ անենք դա։ Մենք իշխենք այդ մեղքի վրա։ Մենք թույլ չտանք, որ այդ նախանձը մեր մեջ բարձրանա, որ գործողության տանի արդեն։ Որտեւ երբ որ տանում արդեն այդ գործողության դժվար է հետ կանգնելը։ Արդեն պտուղները սկսում ենք հավաքել, ժողովուրդ։ Կայենն ասաց Տիրոջը, իմ պատիժը ավելի է, քան կարելի է տանել։ Իա։ Նոր է հասկացել։ Բայց ժողովուրդ արդեն ուշ էր։ Արդեն ուշ էր։ Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, եւ ես քո երեսից ծածկված կլինեմ։ Տեսեք, երկրորդ բանը։ Աստծո ներկայությունն ես կորցնում քո կյանքում։ Մենակ այն, որ ձեռքիդ գործը էլ օրհնված չի, դրան էլ ավելանում է, որ Աստծո ներկայությունն քո կյանքում չկա։ Եվ ես քո երեսից ծածկված կլինեմ եւ երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ։ Գիտեք սա ինչ է նշանակում մեր վրա վերագրելով։ Մեր տեղս չեմ գտնել։ Որ դե լինեմ, ես ինձ օտար կզգամ։ Ինչ էլ անեմ, մերժված կզգամ։ Եվ ով ինձ գտնի, կսպանի ինձ։ Ով ասե տենց բան։ Ինքը իրան համոզում է արդեն, որ բոլորը իմ վատն են կամենում։ Ժողովուրդ, տեսեք, հələ մի հատ փոքր զգացողությունը։ Նախանձի փոքր զգացողություն տարավ նրան, որ դու արդեն ամբողջ աշխարհը քո դեմ լարված ես տեսնում։ Որ իրականում այդպես չի։ Դու ես տեսնում աշխարհը այդպես, բայց իրականում այդպես չի։ Սիրելիներս, ի՞նչ է այն բանը, որ մենք խաղում ենք այս պատմությունից, որ այդ նախանձը մեզ քայքայում է, եթե մենք չիշխենք դրա վրա։ Քայքայում է, մեր ապագան է ապականում, եւ Աստված մեզ զգուշացնում է ամեն անգամ։ Բանը որն է, մենք պիտի լսենք։ Մենք պիտի լսենք, ուշադրություն դարձնենք դրան։ Նախանձը սխալ որոշումների է տանում, որը նույնպես քայքայում են մեր կյանքը,
Բայց այս ամենի հետ սիրելիներս Աստված ողորմածը հələ տեսեք քանի անգամ հնարավորություն է տալիս որ եկեք լսենք այդ հնարավորության ձայնին եւ հետ դառնանք Գիտեք ո՞նց ենք անում որ այս նախանձը չիշխի մեր վրա Ինչ ենք անում Առաջինը նախ գիտակցում ենք որ կա այդ խնդիրը Եթե դու քեզ համոզում ես չես ում եմ նախանձում որ Ժորժ ջան Եթե դա չլիներ, Աստվածաշունչը չէր խոսա դրա մասին։ Բոլորս ենք ապրում էդի, բոլորս ենք դրա մեջով անցնում, գիտակցենք, որ անցնում ենք, ավելի լավ կլինի։ Երկրորդը, շնորհակալ ենք լինում այն բանի համար, ինչ որ ունենք։ Մի հատ տեսնում ենք, ինչ է Աստված մեզ տվել, ինչով ենք մենք օրհնված։ Սկսում ենք զանազանել ոչ թե այդ բանը տենալ, այդ կետը Սպիտակ թղթի վրա այդ փոքր սև կետը, այլ տեսնենք այն սպիտակ թուղթը հլա։ Շնորհակալ լինենք այն ամեն ինչի համար ինչ որ ունենք։ Եվ չհարաբերվենք, չհամեմատվենք ուրիշների հետ։ Չհամեմատվենք։ Գիտեք, էսի մի քիչ գեղարվեստական ժանրից է, բայց էսի մտքի են բան պատկերացումներն է, որ այն ժամանակ ինչի համար լավ կայանը տենց համեմատվելու բան ունեցավ, էլի։ Հələ պատկերացրեք, այս Ադամն ու Եվան պարտեզում մենակ մրգով էին սնվում։ Իրանք միս հասկացողություն չգիտեին, հետո վտարվեցին ու սկսեցին միս ուտել։ Այս Աբելն էլ հովիվ էր։ Համով նենց մսեղեն էր սարքում, այս Ադամն էլ երևի ասել կլինի տղաջան, այս ինչ համով միս էր։ Այս ինչ լավ բան է, էլ են մրգին ուշադրություն չեն դարձրել, որովհետև սաղ կյանք հետ են կերել։ Ու սկսել են ասել Ակայեն, այ Աբել, հələ նայ ախպերդ ինչ համով բաներ է սարքում, հələ նայ չես կարա մի քիչ իրանման լինես։ Չես կարա մի քիչ իրանման անես։ Այս Աբելի մոտ իրանք սկսել են սերմանել այդ բանը արդեն համեմատությունը։ Սկսել են արդեն այդ ամեն ինչը վատ ձևով կառուցել։ Ժողովուրդ, մեկեք մեր կյանքի վրա վերցնենք, հա ովքեր որ երեխաներ ունեն հատկապես։ Այդ համեմատականը, որ դու թեկուս երկու եղբորը կամ երկու քրոջ իրար հետ համեմատում ես, դու թշնամություն ես սերմանում իրար մեջ։ Երկուսն էլ յուրովի են, սիրելիներս, երկու փոքր տղա ունեմ, երկուսն էլ մեր տղաներն են, իմ ու Մելնեի տղաներն են, երկուսն էլ մեզանից են, բայց բնավորությամբ լրիվ տարբեր։ Հիմա երկուսին էլ դնենք մենք նույն ձևով, մեկի կամ մյուսը տուժելու է դրանից։ Եթե ասեմ Դավիթ, հələ օրինակ վերցրա Դանիելին, հələ տես, կամ հակառակը Դանիել օրինակ վերցրա, 1, 2, 3 ինքը հասկանա, որ իմ պապան ասում է, որ ինքը ավելի լավն է ինձանից։ Իմ պապան անընդհատ ինձ ասում է, որ ես բավարար չեմ։ Իմ պապան ինձ անընդհատ ասում է, որ մի բան հələ պակաս է իմ կյանքում։ Իր մոտ ամեն ինչ լավ է, այսի, ավելի հեշտ է իրան ցածրացնեմ, քան թե ես էլ բարձրանամ։ Ավելի հեշտ է իրան իջացնեմ իմ մակարդակին, քան թե ես էլ բարձրանամ իր մակարդակին։ Սովորական ֆիզիկայի օրենք, Ժողովուրդ ջան։ Ավելի հեշտ է առաջի վազողին ոտք գցես, քան թե անցնես։ Իրանից արագ վազես։ Ու այս համեմատությունը սիրելիներս ոչ թե մենակ ընտանիքներում, բոլոր տեղերում է։ Բոլոր տեղերում է։ Եթե դու սկսեցիր համեմատվել ուրիշի հետ, որ գիտես ինքը էսի արեց, ես ոնց կարամ չանեմ, ես ոնց կարամ էտել չունենամ, ես ոնց կարամ։ Ախար ինքս ինքյան դու չես հասկանում, թե ոնց է սկսում իր հետ մրցակցության մեջ մտնել, ու այդ մրցակցությունը տանում է ատելության։ Հա թող ինքը իրան անի, դու էլ քոնն արա։ Մի հատ բան եմ ես անընդհատ հիշում իմ մանկությունից, երբ որ փոքր էի դպրոցից գալիս էի տուն, իմ առաջին արգումենտն էր իմ ծնողներին, բայց բոլորն են անում, պապ, օրինակ, չգիտեմ, դասերի պահով, սենց, բայց բոլորը տենց չեն անում, պապ, կամ մամ, իրանց պատասխանը միշտ տպավորվել է իմ մեջ, տղա ջան, իրանք տենց են անում, դու տենց չես անում, վերջ, մի համեմատվի, Դու ես իրանք իրանցն են, ինձ ասում են, իրանք չգիտեմ ում տղենա, ինքը չգիտեմ ում տղենա, դու հայրոյի գուարի տղեն ես, վերջ։
տպավորվել է իմ մեջ սերներս, որ պետք չի համեմատվել։ Պետք չի համեմատվել։ Ու երբ որ Պողոս առաքյալը ասում է նմանվեք ինձ, որովհետև ես էլ նմանվում եմ Քրիստոսին, գիտեք ինքը չի ասում է համեմատվեք իմ հետ։ Հələ տեսեք ով ավելի շատ ոդ մեկնում։ Ասում է ձգտեք ունենալ այն, ինչ որ ես ունեմ։ Առանց ինձ նախանձելու։ Պողոսն է, սիրելիներս, մենք կարանք օրինակ վերցնենք, որ լավ օրինակներ ունենալ մեր կյանքում, որպեսզի տեսնենք, այս ստացվում է, ուրեմն Տերը փառավոր է, Տերը ինձ էլ կհաջողի։ Ստացվում է։ Օրինակ կարանք վերցնենք առանց նախանձելու։ Ամեն։ Եվ սիրելիներս, եթե այդ զգացողությանը թույլ ենք տալիս, արդեն ավարտին եմ հասնում։ Եթե մենք այդ զգացողությանը թույլ ենք տալի, որ այդ նախանձը մեր մեջ առաջանա, գիտեք, սա իր հետ բերում է շատ ուրիշ մանր-մունր բաներ։ Դու սկսում ես մարդկանց տեսնել այնպես, ինչպես որ դու ես։ Դու մարդկանց տեսնում ես, մարդկանց գործերը սկսում ես դատել այնպես, ինչպես որ դու կանեիր։ Դու մարդկանց արածը սկսում ես այնպես վերագրել, ինչպես որ դու քո արածը կվերագրեիր։ Այսինքն դու քեզ ճանաչելով մտածում ես, որ դիմացն էլ այդպես, դիմացինն էլ այդպես։ Որովհետև չես կարող պատկերացնել, որ չէ, միգուցե տենց չի։ Միգուցե ինքը ուրիշ միտք ուներ, միգուցե ինքը ուրիշ բաներ մտածում։ Այս շատ ենք այս օրինակը բերում, եկավ բարև չտվեց։ Հələ տեսա, մի բան ուրեմն այն չի։ Բայց կարող է միգուցե դու տենց կանեիր։ Միգուցե դու կմտնեիր ներս բարև չէիր տա, որովհետև մի բան կա։ Բայց կարող է այդ մարդը այնքան հոգսերով, այնքան դարդերով, այնքան մտքերով եկել է, որ ուշադրություն էլ միգուցե չդարձրեց, որ դու դե կայնացես։ Դες մանրունքներ են, չէ՞ սիրելիներս, բայց սրանք լուրջ բաներ են։ Շատ լուրջ բաներ են։ Ու ստեղից է սկսում այն Աստված պաշտությունը, որ մենք մեր հետ անկեղծ լինելով գիտակցենք, որ կա մեղք ու մենք պիտի իշխենք դրա վրա։ Ամեն։ Խնդրեմ, որ մեր փառաբանության խումբը առաջ գա։ Եվ սիրելիներս, այսպեսի մի առաջարկ ունեմ։ Եթե ցանկություն ունեք, եթե կամենում եք, եթե կա ինչ-որ նմանատիպ խնդիր ձեր կյանքում, ես ինձ առաջինը վերցնելով, եկեք ոտքի կանգնենք, եկեք Տիրոջը աղոթենք, անկեղծ սրտով գանք նրա առաջ, ասենք Տեր ջան, կա խնդիր, ու ես ուզում եմ, որ դու օգնես ինձ, որպեսզի այդ խնդրից ես ազատագրվեմ։ Ամեն։ Եկեք աչքներս փակենք, որպեսզի չտեսնենք մեր կողքերը ինչա կատարվում։ Եկեք մենք մեր վրա կենտրոնանանք։ Եկեք մենք մեզ ուշադրություն դարձնենք։ Եկեք հիմա մենք միայն մեր կյանքով գանք Տիրոջ առաջ ու բացենք մեր սրտերը Տիրոջ առջև ու թույլ տանք, որ Տերը մեզ բաներ ասի։ Թույլ տանք, որ Տերը խոսի հիմա մեր հետ։ Թույլ տանք, որ Տերը կոնկրետ օրինակներ բերի։ Ու եկեք սիրելիներս այդ օրինակները, այդ խոսքը, որ Տիրոջից հիմա կստանանք, եկեք իրականում վերցնենք ու աշխատենք դրա վրա։ Եկեք մեր կյանքում առաջնայինը իրականում դնենք Տիրոջ խոսքը։ Մեր կյանքում ունենանք առաջնայինը նրա ներկայությունը։ Եկեք գիտակցենք, որ նա է մեր արարիչը։ Եկեք գիտակցենք, որ առանց նրա մենք ոչ մի բան ենք։ Եկեք հասկանանք, որ ամեն զորություն, ամեն կարողություն, ամեն օրհնություն եւ ամեն հնարավորություն Տիրոջից է գալիս։ Եվ եկեք դրա համար նրան շնորհակալություն հայտնենք, նրան մեծարենք, նրան փառաբանենք։ Տեր արքա գալիս ենք քո առջև։ Տեր համարձակությունով մոտենում ենք շնորհքի գահին, Տեր ջան։ Քո որդու արյունով մաքրված ու սրբված, Տեր ջան։ Շնորհակալություն ենք հայտնում, Տեր, որ դու մեզ արտոնություն ես տվել, որ մենք կարում ենք գանք քո առջև, Տեր։ Կարում ենք գանք եւ խոստովանենք մենք մեր մեղքերը, Տեր ջան։ Տեր, խնդրում ենք, որպեսզի մեզ ցույց տաս, բացես տեսանելի եւ ծածուկ մեղքերը մեր սրտում, Տեր։ Որ մենք դրանք տեսնենք
որ մենք դրան գիտակցենք ու սկսենք դրա վրա աշխատել, Տեր ջան։ Որ մենք սկսենք իշխել այդ մեղքի վրա եւ ոչ թե հակառակը, Տեր ջան։ Դու մեզ ազատագրել ես այդ մեղքի իշխանությունից, Տեր։ Այդ քո գործը, որ հաղթեցիր մահին, Տեր, դա այն էր, որ մեզ ազատեցիր մեղքի իշխանությունից մեր վրա, Տեր։ Որ այդ իշխանությունը մեզ տվեցիր, որպեսզի մենք սկսենք իշխել այդ մեղքի վրա։ Որ մեղք այլևս իրավունք չունի, Տեր, մեր կյանքում պտուղ բերի։ Տեր, խոստովանում ենք, որ խնդիր ունենք, խոստովանում ենք, որ տկարանում ենք, Տեր, խոստովանում ենք, Տեր ջան, եւ խնդրում ենք քեզանից, որ տաս զորություն, տաս կամքի ուժ, Տեր, տաս այն ամենը, Տեր, ինչը որ մեզ պետք է, որպեսզի հակառակ կանգնենք այս մեղքին, Տեր ջան։ Եվ խնդրում ենք քեզ, Տեր, որպեսզի ներես այն ամենը, Տեր, որ դրա հետևանքով մենք արդեն իսկ արել ենք, Տեր, այն բոլոր չար մտքերը, Տեր, այն բոլոր չար գործերը, Տեր, այն բոլոր չարը, Տեր, որ մեր կյանքում դրանից պտուղ է բերել, Տեր ջան։ Խնդրում ենք քեզ ներես, Տեր ջան։ Խնդրում ենք, որ ողորմես, Տեր, եւ մեզ օգնես եւ զորավիք լինես, Տեր, որ նույնը չկատարենք այլևս, Տեր ջան։ Տեր, հավատում ենք, Տեր, որ դու հաղթել ես մեղքին, որ դու հաղթել ես մահվանը, Տեր ջան, եւ այդ հաղթանակը մեզ է շնորհել, Տեր։ Ուրեմն հնարավոր է, Տեր, որպեսզի մենք իշխենք այդ մեղքի վրա քո զորությունով, քո շնորհքով, քո իշխանությունով, Տեր ջան։ Թող քո անունը փառավորվի ամեն ժամանակ մեր մեջ, Տեր ջան։ Մեծարվես դու, Տեր, մեր կյանքում։ Հանձնվում ենք քեզ, Տեր, հանձնվում ենք քեզ, Տեր։ Դու ես Տերերի Տերը, թագավորների թագավորը, եւ ամեն բան հնարավոր է, Տեր, եթե դու մեր հետ ես։ Թող քո անունը փառավորվի, Հայր, Հիսուսի անունով։